Ողջույն, Մետամոլորն է եթերում, ես Սոնան եմ եւ այսօր թվային եւ ֆիզիկական աշխարհների սահմանները քննարկելու համար հյուրընկալել եմ միջազգային իրավունքի մասնագետի եւ արևելագետի ներկայացնեմ հյուրերիս Հայկ Քոչարյան, արաբագիտության ամբիոնի վարիչ եւ Եղիշե Կիրակոսյան, միջազգային դատարաններ եւ արբիտրաժ մագիստրոսական ծրագրի ղեկավար։ Շնորհակալ եմ հյուրընկալվելու համար, թերևս մի ոչ այդքան կարճ ներածություն պիտի անեմ, որպեսզի ուրվագծենք, թե առհասարակ ինչի շուրջ ենք այսօր մետամոլորված լինելու։ Այսօր մենք ապրում ենք մի աշխարհում, որտեղ հետզհետե տարալուծվում են սահմանները, որոնք մենք սովոր ենք ունենալ, ֆիզիկականի եւ թվայինի միջև, հանրայինի եւ մասնավորի միջև, նույնիսկ քաղաքական դաշտի եւ կորպորացիաների միջև, եթե լայն ասենք նույնիսկ հնարավորի եւ անհնարինի միջև, եւ թվում է թե մենք կարող ենք դեռ տարանջատել, թվային եւ ֆիզիկական աշխարհները, կարծես մենք գնում ենք, մտնում ենք ինչ որ մեր սոցցանցերը կամ մտնում ենք ինչ որ թվային դաշտ եւ հետո դուրս ենք այս ապրում ենք իրական կյանքով, բայց հետզհետե տեղի է ունեցել այս փոխներթափանցումը եւ կարծես թե թվային կենսաձևը դարձել է մեր գերիշխող ձևը եւ դա անշուշտ առաջ է բերել մի շարք, եթե չասենք ճգնաժամեր, ապա մարտահրավերներ ամենատարբեր ոլորտների համար, իրավագիտությունից մինչև մշակութաբանական հարցեր, եւ երևի թե խոսակցությունը սկսեմ հենց իրավական դաշտի բացերից, կուզեի մի քիչ ուրվագծեի Եղիշե, թե այսօրվա այս չկարգավորված դաշտի հետ կամ նոր ծագած դաշտի հետ ինչ է անում միջազգային իրավունքը մենք գիտենք մինչև վերջերս թե ինչ են շարունակում պետություն, սահման եւ կարծես թե իրավունքն էլ օրենքներն են գործում էին ինչ որ բանի վերաբերյալ հիմա այդ ինչ որ բանը սփռված է ճիշտ եմ ասում այո իրականում վերջին երևի մի 2-3 տասնամյակների ընթացքում է տեղի ունեցած թվային մեծ տրանսֆորմացիաները, այսինքն տեխնոլոգիական առաջընթացը վերջին 3-4 տասնամյակների ու նաև սոցիալական ցանցերի ստեղծումը որպես նոր ֆենոմեն, նաև մարդկանց փոխհարաբերվելու տեղեկատվությունը կիսելու, տեղեկատվությունը տարածելու, նաև տեղեկատվության հասանելիություն ունենալու հարցերում ֆունդամենտալ փոխել են ընդհանրապես ամբողջ հասարակական կյանքը, բնականաբար դա անդրադարձել է գիտության վրա, իրավագիտության վրա, իրավունքի վրա, միջազգային իրավունքի վրա, որովհետև այս առումով ճիշտ է, տարալուծվել են որոշակի օրը նաև պետության կարգավորման այդ իրավազորության սահմանները, որովհետև այսօր ամեն ինչ դարձել է անդրասահմանային, չկա պետության սահմանից ներսում իրավիճակ, այսինքն տեղեկատվություն, հասանելիությունը, մարդկանց շփումները եւ նաև տեղեկատվության տարածումը վարկյանների ընթացքում տեղի ունենում եւ այս ամեն ինչը բերում է իր հետ նաև որոշակի խնդիրներ ու ավելի շուտ ասած մարտահրավերներ իրավական կարգավորման ոլորտում, եթե միջազգային իրավունքը վերցնենք այս տրամաբանության մեջ, ապա կարծում եմ միջազգային իրավունքի համար օրինակ առաջնային հարցերից մեկը առաջանում են օրինակ մարդու իրավունքների պաշտպանության տեսանկյունից մի շարք չելենջներ անդադ առաջ են գալիս, սկսած մարդու ընտանեկան անձնական կյանքի անձնմխելիության ոլորտից, որը դառնում է բավականին լուրջ թիրախ իր այս թվային միջավայրում պաշտպանության տեսանկյունից, երկրորդ երևի խոսքի խնդիրն է, խոսքի ազատության հարցն է, ատելության խոսքի տարածումն է, դա երկրորդ մեծ խնդիրն է, որովհետև կարծում եմ, որ ատելության խոսքը ընդհանրապես խոսքի բովանդակությունը շատ հեշտ է փոխվել կամ դարձնել այն ատելության թվային տիրույթում, ռադիկալացնում, որտեղ պատասխանատվության սահմանները շատ բան են, աղոտ են ու տարալուծված են եւ դա թույլ է տալիս, որպեսզի դա հեշտացնի այդ գործընթացը, նաեւ եթե շատ խորանանք իրավունքի ոլորտում տեխնոլոգիական այդ process-ները նաեւ ընդհանուր միջև ռազմադաշտում կամ մարտի դաշտում պատերազմների վարման ընթացքում էլի ուղղակի ազդեցություն ունեն տեխնոլոգիական առաջընթացի արդյունքում ունենք, չգիտեմ, ավտոնոմ կառավարվող զենքեր, ունենք հեռահար կառավարվող զենքեր, դրոններ, անօդաչու թռչող սարքեր։ Այսինքն կարող ենք ասել, որ ունենք դեռ դեկլարացիաներ, որոնք արդեն չեն գործում, այսինքն ունենք դեռ գրված բաներ, որոնք պիտի գործեին, բայց արդեն լավ չեն գործում։ Կա, այսպես ասեմ, եթե վերցնենք, բնականաբար այս արագությանը տեխնոլոգիական առաջընթացի, հատկապես միջազգային իրավունքի մակարդակում կարգավորումները դժվար են, ոնց ասեմ, դժվար է հասնել դրա հետևից։ Ինչի համար, որովհետև առհասարակ միջազգային իրավական կանոնակարգումները ընդունվում են պետությունների համաձայնեցման ճանապարհով, այսինքն պատկերացրեք
կոնվենցիաները կամ միջազգային պայմանագրերը դրանք բանակցվում են, չգիտեմ, տարիներ, 11 տարիներ, ու մինչև պետությունները գալիս են համաձայնության, ինչ որ փաստաթղթի շուրջ ստորագրում վավերացնում են, բնականաբար զուգահեռ կյանքը առաջ է անցնում։ Հիմա այս գործընթացում պարզ է, որ շատ դժվար է միջազգային իրավունքում այս արագության հետևից հասնելը։ Այդ բանը անջրպետը սկսում է ավելի մեծանալ ժամանակի ընթացքում եւ դա բերում է նաեւ չելենջների ու նաեւ որոշակի անէֆեկտիվության այս ամեն ինչ։ Կա դրա շուրջ ռեֆլեքսիա, գիտակցում, իրավական դաշտում փորձում են այդ ոնց է դանդաղությունը մի քիչ։ Բնականաբար կա, բայց վստահ չեմ, որ դա բավարար է այս փուլում։ Բնականաբար կան հեղինակներ, որ մտածում են այդ ուղղությամբ կամ հոդվածներ կամ գիտական հետազոտություններ իրականացնում։ Ուղղակի այստեղ միջազգային իրավունքում միշտ պետական կամ պետությունների կամքը առաջնային դեր է խաղում։ Եվ պետություններն են, որոնք պետք է առաջնորդությունը ստանձնեն եւ գնան առաջ, կան ընդհանուր նաեւ օրինակ վերջին զարգացումները, օրինակ արհեստական բանականության վերաբերյալ կոնվենցիա ստորագրվեց, բացվեց ստորագրության Եվրոպայի խորհրդի շրջանակներում վերջին տարիներին, եւ դա երևի մեծ զարգացումներից մեկն է, ու տենց թվային ոլորտներում այս կարգավորումները կարծում առաջիկա տարիներին ավելանալու են, վստահաբար, ու պետությունները, որովհետեւ այլ տրակ չունեն, քան կարգավորելու այդ գործընթացը, չեն կարող չկարգավորել, որովհետեւ արդեն կարելի ասել այդ թվային տիրույթի առկայությունը դարձել է նորմա, ոչ թե դա կյանքի մաս է արդեն, վաղուց։ Եվ դա պետք է անցնել որպես կյանքի մաս, ոչ թե դրա դեմ պայքարել։ Դրա գործ ունենալ, իհարկե։ Շատ շերտեր բացվեցին, կուզեմ, բայց ասա իրավական, հա, հայացքներ։ Հիմա եթե Հայկ դուք դիտարկեք մշակույթի, քաղաքակրթության վրա ազդեցությունների փոփոխության տեսակետից ինչ ունենք եւ ինչ անհավասարություններ նաեւ ունենք, հա։ Ակնհայտ է, որ ինչ-որ բան փոխվել է։ Փոխվել է շատ զգայուն բոլորի համար։ Ինչը որ հնարավոր է չափել, այդ ակնհայտ փոփոխություն արձանել, դա նա որ տարածություն եւ ժամանակ կորելացիաները փոխվել են։ Տարածությունն է փոքրացել, ժամանակն է կարճացել, հեսա բերում է ընդհանրապես ամբողջ գիտակարգերի եւ ամեն ինչի վերաիմաստավորման։ Հումանիտար գիտելիքի տեսանկյունից ամենադժվար հարցը դա է, որ պետք է պատասխանել այդ հարցին, թե մենք հիմա որտեղ ենք ապրում։ Դա ինչ է, այսինքն կլասիկացիաներով։ Մեր իրականությունը, հա։ Այսինքն մոդեռնա, պոստմոդեռնա, թե liquid modernity-նա, Բաումանը ասած, թե դրանից ենք անցել։ Թե դրանից ենք արդեն անցել այս կողմ, այսինքն սրանք այդ ամենամեծ խնդիրն է, որտեղ հենց մենք կարողացանք, մենք նկատում ենք հումանիտար միտքը կարողացավ ձևակերպել այն աշխարհը, որի մեջ ապրում ենք։ Անպայման դրանից հետո գալու է այդ բոլոր կարգավորումները, թե ոնց է պետք դրա հետ ապրել։ Իմաստավորել ընդհանրապես ինչի է։ Հումանիտար գիտելիքն է նկարագրում աշխարհը։ Աշխարհահայացքը ձևավորում։ Մնացածը գալիս են դա արձանագրելու։ Այսօրվա տեխնոլոգիան թվում է թե առաջ է ինչ-որ բան է, բայց ինքը չի արձանագրում են ինչը որ կա։ Այսինքն նա ժամանակի դիխոտոմիա կա այստեղ հարաբերությունների։ Ինչ որ հումանիտար գիտելիք ինքը բառ գիտելիք, ինքը կൂട്ടակային է, ինքը ժամանակ է ուզում իմաստավորում, ուզում այդ էմպիրիկը մի քիչ շատ արագ փորձ արեցի, տեսար չի լինում անցար առաջ։ Համար այս տեսանկյունից այդ մենք մեր օրինակ մեր կենտրոնում որ ունենք մշակած կոնցեպցիա, որ մենք ամեն ժամանակաշրջանում կա մի քաղաքակրթական միջավայր, որտեղ մշակույթները փորձում են ադապտացվել դրան։ Հիմա այս մեր քաղաքակրթական հակառակը ինչ մի քաղաքակրթական վիճակում ենք, որը նախորդ փուլից տարբերում է։ Պայմանական իրան կարող ենք անուն դնել թվային։ Բայց պարամետրերը շատ դեռ նկարագրելու կարիքներ ունեն։ Եթե թվային են, դա նույնպես ազդում է բոլորիս վրա։ Հիմա մշակույթները ոնց կարող են դրան ադապտացնել եւ ընկալել այս ամբողջ նոր եկած գործիքները տեղայնացնել, որտեղ նաեւ ինչ կրիզիսը մտածողության եւ աշխարհի նկարագրության գասանանց, որ մենք ինչ որ չափով այն նախորդ շրջանը, որը պայմանական կարող ասենք նախորդ մենք էլ մեզ դիտարկենք ինչ որ անցումային շրջանում, դա գրավոր մշակույթի ժամանակաշրջան էր, որտեղ ասեն դրա ամենա բան ձևը գիտելիքի փոխանցման ֆիքսան գիրքն է։ Այսինքն էկոնո կա բանը կարարը ունեն զրույց, չէ, գրքի մասին, որը 2009 կարծում թվականին էին,
որ հրապարակվեց, այսինքն այն սահմանն է, երբ որ հայտնվեցին նոր տեսակի գրքեր եւ այլ, իսկ նրանք էլ մարդիկ սիրում էին գիրք, գրքի բան ունեն։ Ու այդ հարցազրույցը հետաքրքրն է, որ ինքը վերնագրված է չվախենաս գիրքը չի կոչի, բայց ինչն է հետաքրքիր, որ գիրքը ավտոնոմ գիտելիքի փոխանցման տեսանկյունից միակ բանն է, որ հորինել ենք։ Մինչև հիմա։ Մի քիչ էլ։ Այսինքն դուք եթե այսինքն այսօրվա տեխնոլոգիական առաջընթացները ձեզ հնարավորություն չեն տալիս ավտոնոմ ունենալ գիտելիքի կրիչ։ Այսինքն հոսանք չկա, մնացածը չկա։ Իսկ գիրքը մնում է գիրք։ Այսինքն այ փուլը ավարտված կլինի, երբ որ մենք այդ թվային միջավայրում արձանագրում ինչ-որ մի կրիչի կամ փոխանցման, որը ավտոնոմ է, ոնց որ գիրքը։ Դեռ գիրքը ինքը նույն հեքոնվա ասում են։ Դե դա կարա լինի ինչ-որ հոլոգրամա կամ ինչ-որ մի բան։ Չգիտենք ինչ կարող է լինել, որտեվ եթե այն բոլոր կրիչները ինչ-որ մենք ունենք այսօր, դրանք հոսանքի էլեկտրոէներգիայի հետ կապված են։ Հիմա կարող ենք փիլիսոփայել առաջ գնալ, որ եթե լինի բիոէներգիայի վրա հիմնված բան, ասենք ես կամ իմ հետ իմ գիտելիքը կա, որոնք ես կարող եմ պայել, օքեյ, կա ինչ-որ, բայց դեռ չունենք տեսնում։ Հիմա տեսեք, ինձ սրտամոտ է այս խոսակցությունը իմ տեսանկյունից հոգեբանական, որտեղ ինչքան է մենք խոսենք, ոնց ասեմ, վիրտուալից, ինչքան է մենք խոսենք ոչ շոշափելից, մենք որպես մասնագետներ միշտ նաև հաշվի ենք առնում են շոշափելի հոգեկանը, ֆունկցիաները եւ դրա ֆունկցիան ապահովող մարմինը, որը կա, այսինքն ես համաձայն եմ, որ մենք ցույց չէ, խնդրեմ, եղիշ է դուք ասեք, բայց արձագանքեք։ Չէ, ուղղակի շարունակելով միտքը նույն, ուզուտ արձագանքելով այքին, մի հատ sense բան գրքի հետ կապված այդ բանին գաղափարին, որպես ավտոնոմ կրիչ ինֆորմացիայի, որ երևի այդ ֆունդամենտալ երևի կետն է։ Հա, որից հետո հիմա որ գալիս է թվային շրջան, մի հատ ուրիշ խնդիր առաջանում, ես կարծում դրան հետ էլ պետք է ասել, որ այս թվային տիրույթը, այդ կոչկերեմ սոցիալական ցանցերի զարգացումը մարդկանց բանի վրա է, չէ, ազդում, այտենց կենտրոնացման սպայնի վրա ահավոր ազդում է եւ ինֆորմացիան ահավոր ֆրագմենտացված է գնում։ Այսինքն դու ինֆորմացիան այդ գրքի դեպքում դու ամբողջական ես ստանում, ֆունդամենտալ ես վերցնում, դու ամբողջ պատկերն ես հասկանում։ Հիմա դու տենց անդադ ֆրագմենտացված կտորներով մտնում ես ուղիղ մեջ, ես վստահ եմ, չեմ դրա արդյունքը ինչ արինում, էլի իրականում եւ ավելի դաշտ է կոգնիտիվ հետազոտություններում։ Այդ լավ է թե վատ է արդյոք, այդ արդյոք կարող է դա զարգացնող է թե հակառակը։ Հա, թե դեգրադացնող է եւ ավելի շուտ երկրորդը կամ թե արդյոք ինքը ինչքանով է դեգրադացնող, հետո արդյոք դա բռնության ավելացմանն է նպաստում, խոցելիություններ ավելացնում եւ այլն, որովհետեւ դա իրականում շատ ավելի խոցելի է դարձնում մարդուն, որտեղ մարդկանց երևի հոգեբանական կայունությունն էլ այստեղ դժում է իրականորեն, որտեղ այդ կախվածությունն էլ խնդրեմ է սարքում իրականում եւ անկայուն վիճակ է բերում, այսպես ասեմ։ Գուցե իրականում շատ տարբերակում է պետք ունենալ կարծիքով գիտելիքն ու ինֆորմացիայի մեջ։ Գիրքը գիտելիքի կրիչն է, այսինքն եթե մենք որտեղ ինֆորմացիան ինքը այդ ֆրագմենտարությունը միշտ է ունեցել, որ ժամանակաշրջանում ունենք, հենց համակարգվեց այդ համակարգված մտավ դարձավ փոխանցելի հաջորդ սերունդին կրիչ այդ տեսանկյունից ինքը դա կունենանք արձանագրված որ արդեն կարող ենք կարծեմ որ մենք այսինչ քաղաքական նոր փուլն է սկսվել որովհետև այս պայծությամբ մենք որտեղ դեգերում ենք տարբեր կոնցեպտներ ենք մշակում որտեղ հոգեբանական այդ տեսանկյունից ամենաբան հարցը սահմանի հարցն է այսինքն թե պետության թե մարդկային թե թվային աշխարհում այդ սահմանը որտեղ է, այսինքն ինքը հետագիծն է դելյուզիա ասած թե բանն է, firewall ենք դնում, firewall-ն է սահմանը, թե password-ն է, թե ինչն է, այսինքն այսինքն կամ պայմանական ասած դու ես ինչ Google-ում ես, կամ այսօր դու ես ինչ որ գոյաբանական հարցը, այսինքն ChatGPT-ի հետ խոսում ես, էլի կամ նայես որ արհեստական բանականություն, այսինքն սրանք են հարցեր են, որոնք մենք դրա մեջ ենք, բայց դրանք միշտ կան փիլիսոփաներ, բաներ, որոնք փորձում են իմաստել, բայց համակարգված այդ կոնցեպտուալ դեռ չի ձևավորվում, գուցե հենց պատճառն է, որտեղ չկա այդ արձանագրման երևի պահը եւ չկա Գուտենբերգը, որը պետքա գար այդ տիրաժավորեր, էլի։
Այսինքն էմպիրիկ իրականությունը արագ գնում է, մենք չենք հասցնում այնքան իր իմաստավորը։ Այնքան հասցնում, ոնց որ հասցնում ենք։ Իսկ որ ասում ենք մենք կներեք, որ ասում ենք մենք ում նկատ ունենք։ Օրինակ դուք որ ասում եք հումանիտարները մենք պետք է, օրինակ այդ առումով չկան անհամաչափություններ։ Կարող է հիմա մենք չենք հասցնում, բայց ինչ որ անկյուններում չէ, ինչ որ կենտրոններում, հա, ընթանում են այդ բարդ խոսակցությունները, որոնք նաև որոշում կայացնելու ինչ որ էլեմենտ ունեն։ Հումանիտար միտքը արևմուտքում Մեծ խոսակցությունները ընթանում են, որտեղ մենք բարբերաբար տարբեր համալսարանական միջավայրերից, գիտական միջավայրներից մարդիկ փիլիսոփաներ կան, ստեղծագործում են, կարդում են, հասկանում են, մեկինը դուրներս է գալիս, մյուսները չի տեղավորվում մեր գիտելիքի համակարգի մեջ։ Պրովոկացիա սա է, մենք հասցնում ենք, մենք հենց որպես մշակույթ, որ այստեղ է տեղադրված, զետեղված, հայաստանյան որպես ինտելեկտուալներ, մենք կարողանում ենք Ինչ լավ է։ Գուտենբերգ առաջի գիրքը եմ տպեցին, Գուտենբերգից հետո շատ քիչ հետո, այսինքն տիրաժավորմանը մասնակցեցինք։ Իսկ այդ ցանցայնությունը առաջինը տպեցինք, այսինքն պատահական չի։ Երեշանը նաև այս խոսակցության։ Այսինքն էլի սահմանների իրավունքների մասին տպեցինք, թե ինչն է էթիկետը, ինչն է բարոյականությունը, ինչն է, ինչ է պետք։ Ու այսօր ես գտնում եմ, որ մենք հնդվային տեխնոլոգիաները, որոնք զարգանում են, հետ չենք դրա ապացույցը հայաստանական բանականության համատեքստում Հայաստանի ներգրավվածությունը եւ ներկայացությունը այդ այսինքն այն ինչ որ այսօր օրերին քննարկվում է նաեւ Firebird-ի հետ կապված եւ այլն, սրանք հենց այնպես գործընթացներ չեն, ու պատահական չեմ գտնում ես դրանք, այլ մենք որպես մշակութային միավոր միշտ պատմականon կարողացել ենք բաց լինել, որտեղ մեր ադապտացիոնալությունը բաց է, ցանց ենք եղել միշտ։ Եվ ցանցի առավելությունն է, որ ինքը միշտ բերում է նորը մաքսիմալ հնարավորություն տալիս տեղայնացնել քո մշակույթի մեջ։ Առաջի գիրքը տպել ենք ցանցի մի կտորում լրիվ ուրիշ տեղ, բայց տպարանը մենք ենք, ու այդ ցանցը բացին այն որ ինքը մշակութային առումով մեր ցանցն է հարստացրել մեր մշակույթը, ինքը տվյալ երկրում որտեղ գտնա, այդ երկրում էլ է փոփոխություն բերել։ Դա համար ես դա գտնում եմ, որ խոսելն է պետք անընդհատ ակտիվացնել, իսկ ու ես վախեր չունեմ ուշանալու կամ չհասցնելու։ Կարծես թե միշտ կարողացել ենք եւ դա այդ յուրահատկությունն է, որ այդ ադապտացիոն նորությունը այդ մեր բաց լինելը ու տարբեր դե նայեք մի քիչ կարող շատ բան ասեմ երկու հայրեն ունենք չէ այսինքն այդ ինչ է նշանակում երկու նշանային համակարգեր ունես որոնք տարբեր ինֆորմացիոն բաներ են քեզ հնարավորություն տալիս վերցնել դու ադապտացիադ արդեն ուրիշ է ինչ կուզեի արձագանքել այստեղ Շատ բան կա։ Իմ ցանկի հարցերը գտայի, կարծես թե արձագանքելու շատ բան կար, չէ՞։ Չէ, արձագանքելու շատ բան կա, բնականաբար։ Ես կարծում եմ մեր, եթե մենք կենտրոնանում ենք Հայաստանի վրա կամ մեր մշակույթի կամ մեր տեղի մասին ենք ուզում մտածենք այս ամբողջ process-ների մեջ, որտեղ ենք գտնվում, կարողանում ենք հասցնել թե չէ, բայց ես կարծում եմ համաձայն եմ այդ այն առումով, որ խոսակցությունը պետք է անընդհատ շարունակել կամ երկխոսությունը, որովհետև Դա նաև մտածելու կարևորագույն նաև ձև է եւ կարծում ես չեմ կարծում այտենց մտահոգվելու բան ունենք հասցնելու տեսանկյունից ճիշտ ասած բացարձակ ես կարծում եմ որ զուտ ուղղակի պետք է ուշադիր լինել եւ հիմա էլ վստահաբար մեզանից դուրս այլ համասանական կենտրոններում էլ այս խոսակցությունները այսօրվա իրականության մասին գնում են եւ դրա մասին մտածելա պետք ես անհանգստություններ շատ չունեմ չգիտեմ թվային միջավայրի հետ կապված հարաբերվելու կառավարելու կամ մարդու տեղի դերի մասով այդ առումով զուտ պետքա ճիշտ դիրքավորվել ես կարծում եմ այդ թվում նաեւ արհեստական բանականության հետ հարաբերվելու հարցերում տվյալների փոխանցման այդ առումով որովհետեւ իրանք շատ դեպքերում կարծում եմ դրանք ներկայացվում են շատ ծայրահեղացված մեկ ծայրահեղացված տենց չարտ տենց նեգատիվ կամ վատ երևույթներ, բայց ես կարծում եմ, որ տենց վախեր պետք չի կուլտիվացնել, որովհետև մեր իսկ ստեղծածն է։ Հա, նախ վաղուց են դրանք քննարկում, նկատում եմ այդ արհեստական բանականության համակարգերի մասին արդեն երևի մի առնվազն ես 20-30 տարի այդ խոսակցությունները կային։ Իհարկե հիմա ավելի դարձել է պոպուլարիզացված, արդեն դարձել է consumer սպառողներին արդեն հասանելի դարձել, բայց բավական երկար ժամանակ է ինքը քննարկվել եւ ստեղծագործվել, մշակվել եւ կարծում եմ դա
Դա էտապ է զարգացման հիմա, որի մեջով մենք անցնում ենք, ու այդ զարգացման էտապով երևի ինչ որ նոր կետի ենք հանգելու կարծում եմ, հələ որ երևի չենք հանգել, այստենց եմ կարծում, որովհետև այդ տրանսֆորմացիայի փուլի մեջ ենք հիմա մենք գտնվում, եւ դրա համար նաեւ այս իմիջիայից այս վերջերս անդադար մտածում էի նաեւ միջազգային հարաբերությունների կոնտեքստում վերջ երևի քանի տարին արդեն կարելի ասել առնվազն 19 թվականից ի վեր, 18-19 թվականից ի վեր, տենց համաշխարհային մակարդակում որոշակի նայեք, պատերազմները բավականին հաճախակիացել են։ Ու տենց կոնֆլիկտները բավականիների կային առաջ էր, բայց պերիոդներով է գալիս պատմության մեջ, ինչ որ չգիտեմ, կարող է 70-ականներին ուրիշ բան, հետո գալիս է 90-ականների բոմավորը խորհրդային միության փլուզումը եւ դրա հետևանքներն շատ պայմանավորված կոնֆլիկտներն էին, պատերազմներն էին։ Հիմա մի քիչ այլ տրամաբանության կոնֆլիկտ պատերազմների առաջացում էր, որը նաեւ հաջորդեց կոവിഡ്ի պանդեմիային, որի հետ նաեւ զուգորդվեց այդ թվային առաջընթացը։ Ես ճիշտ ասած դրանք փոխկապակցված եմ համարում, իհարկե մի քիչ դժվար է հիմա ասենց արագ եզրահանգումներ անելը, բայց վստահ եմ, որ էմպիրիկ մի քիչ ուշադիր հետազոտություններով կարելի է այդ կապերը գտնել, որովհետև այդ պատերազմների առաջացումը, որովհետև բարձր պատերազմները դրանք կոնկրետ որոշումների հետևանքներ են, հանձանց կողմից կայացվող որոշումների հետևանքներն են, բարձր այդ մակարդակ որ իջնենք, այդ ամբողջ բայց ինչու են իրենք այդ որոշումները կայացնում, անհանգիստ ժամանակներ են կարծես, որովհետև ինձ թվում է շատ որ խորանամ, ես գտնում եմ ազնվորեն գտնում որ բան կա կոգնիտիվ առումով այս ժամանակաշրջանը մարդկանց վրա շատ ուղիղ ազդում է նաև այդ որոշում կայացնողների վրա մեկ-մեկ պատահազդում եւ դա ակնհայտ է իրականում եւ դա դրա կառավարելը ամենաբարդ բանն է այսինքն եւ դա որովհետեւ ու երևի կորել է այդ process-ների մեջ հեշտ է շատ իմ մկալումն ասել ես ահա այսինքն մենք ոնց որ ունենք որոշում կայացնողներ որոնց տրված են մեծ հնարավորություններ ազդեցության եւ ունենք երբեմն ասենք այսպեսի ոնց որ մոտիվներ որոնք շատ համընկնում են տեխնոլոգիական հնարավորությունների հետ ավելի քան ասենք չգիտեմ տասնամյակներ առաջ ու ինչու չփորձել երբեմն ինձ թվում է որ նույնիսկ այդ կարելի է փորձել գնալ եւ չէ նկատում եմ օրինակ պատերազմների հարցում էլի այսինքն ընդլայնված տեխնոլոգիական հնարավորությունները բերմենա որ ավելի հեշտ են կարծես թե հիմա պատերազմին գնում այդ մյուս խնդիրը իրականում գրականության մեջ կար մի երևի 14-15 թվականից տպագրվում էին մարդասիրական իրավունքի օրինակ միջազգային մարդասիրական իրավունքի ոլորտի մասին, որը վերաբերում է հենց պատերազմի վարման ընթացքում կիրառվող միջազգային իրավունքին, ու շատ դեպքերում նաև քննարկումներ են գնում, որ տեխնոլոգիական առաջընթացը բան անում, նպաստում է միջազգային իրավունքի դեհյումանիզացիային կամ միջազգային մարդասիրական իրավունքի ապա մարդասիրականացմանը, ինչու որովհետև ստեղծված զենքերը հնարավորություն են տալիս, չգիտեմ, կիլոմետրերով հեռու գտնվելով կամ հարյուրավոր կիլոմետրեր հեռու գտնվել մարտի դաշտից եւ կոճակի հեպումով, չգիտեմ, թիրախավորել կոնկրետ օբյեկտներ եւ սպանել մարդկանց։ Դա շատ ավելի հեշտ է, քան մարտի դաշտում լինելը բնականաբար եւ այդ կտրվածությունը նաեւ որոշակի ապամարտասիրականացում է ստեղծում։ Հեշտացում եւ այդ թվային միջավայրը այդ դյուրինացնում այս process-ները, միևնույն ժամանակ որը եւ լավ է եւ վատ է, որովհետեւ վատ է այն առումով, որ այդ ներքին երևի միգուցե բարոյական կամ էթիկական ստանդարտների պահպանման խնդիրները սկսում են աղավաղվել, լավը որովհետև մարդու կյանքը շատ դեպքերում հեշտացնում է թե այդ կոնտեքստից նայես այս ամենը։ Հա, եթե ուրիշ կերպ օգտագործել տեխնոլոգիա։ Մի քիչ եթե դες ոտ իչարը օգտագործես բարձր, այստեղ այս խնդիրը կա, այս սահմանների գծման խնդիրը կա, այս համաձայն եմ, այդ սահմանները միշտ պրոբլեմ անելու, թե որտեղ են այդ սահմանը։ Այդ երևի ամենամեծ խնդիրն է այդ սահմանը։ Հասկանալ ինչ բան է սահմանը ընդհանրապես։ Այդ դա էլ լավ հարց է։ Դե վիճարկված են սահմանները, անընդհատ հիմա ավելի դժվար է հասկանալ քան բոլոր իմաստներով, հա, բոլոր իմաստներով սահմանը։ Նոր իրավիճակում այս նոր տեխնոլոգիական, ասենք թվային քաղաքական միջավայրում ինքը ձևակերպման կարիք ունի կամ փորձեր, բայց դա չի բավարարում, դա դրվագային է եւ կոնկրետ դեպքերին օգնում է հասկանալ, բայց ընդհանուր կոնցեպտուալ, այսինքն հին աշխարհի որ գիտեն սահմանը սուվերենության տարածքն է, ինքը կարող է այդ իմաստը պահել, որ դա սուվերենության հետ կապ ունի, բայց այսինքն աշխարհագրական, ֆիզիկական սահմանը ոնց է կորելացում այլ իմաստներով սահմանի հետ, դա ամենամեծ խնդիրն է այսօր, որովհետև այսինքն մարդկային անգամ քո սահմանները երբ որ փորձում ես, դու ընդ ես որտեղ որ
որոշում ես որ կարող է սահմանդ անցնել եւ դու ես որոշում այդ ֆիլտրը։ Ինքը շատ դինամիկ բան է, կոնկրետ։ Ֆիլտրը դառնում է սահման, որով պետք է առաջնորդվես, այսինքն այդ password-ը կամ գաղտնաբառը եւ այն հետագիծը, որով անցել ես, այդ է քո սահմանները, որտեղ այսինքն դու դա քո հետ ոնց որ տանում ես դելյուզի ասած, այսինքն դու բան ես անում, քո ինքնության այդ մի մասն է դառնում։ Ակտիվային իմիջ, այսինքն քո բանկային հաշիվները, քո շարունակությունն է, քո ինքնության, դու այդ ու ֆիզիկական աշխարհի հետ կապ չունի դա արդեն, այլ այն ինչ ասացիք վիրտուալ, ոչ ֆիզիկական ասեմ, որտեղ վիրտուալը ասել եմ համաձայն ձեր այն հարցադրման, որ շատ շոշափելի է եւ ինքնելա հենց մեր ձեռքի տակ է, չէ՞, ինքնելա ֆիզիկական, կարող է դեֆինիցիայի հարցը, թե վիրտուալը ինչ ենք հասկանում, որով ասում ենք, բայց այս ամբողջ վերաիմաստավորման, վերագնահատման կարիք է զգում եւ պետության կոնցեպտն էլ է դրա հետ կապված, որովհետեւ պետության գործառույթը ուժի կիրառման այդ սահմանները որտեղ են արդեն անցնում։ Այդ խնդիրը կա իրականում, այդ ուժի կիրառման սահմանների անցնելու հարցը թվային միջավայրում, որովհետեւ օրինակ համակարգչային ցանցերի թիրախավորումը պետությունների մեջ քննարկումը կա արդյոք այդ ուժի գործադրում համարվում է թե չէ պետության հանդեպ, որովհետև տարածքի վրա ֆիզիկական հարձակում չի զենքի գործադրմամբ տարածք գրավելով, այլ չգիտեմ, բայց քո թվային տարածք ներքին ցանցերի թիրախավորումը, օրինակ էլեկտրաէներգիայի ցանցերի կամ այդ ցանցերը, որոնք էլի կարևոր են, չգիտեմ, կենսական պետության համար արդյոք դա ուժի կիրառումը թե չէ, այդ քննարկումը միջազգայինքում կա։ Որտեւ այդ SLN երևի օրինակներից մեկն է, որ ցույց է տալիս, որ իրավական կարգավորումները հետ է մնացել իրական կյանքի։ Իսկ նավը որ այդ ոնց որ հետ մնալը ավելի շատ անա, այսպես ասեմ, այլ կարծես թե արագացում ունենք, էլի տեխնոլոգիայից, որովհետեւ նույն օրինակ եթե վերցնենք այդ մարդասիրական իմունքի կոնտեքստը, մարդասիրական իմունքի հիմքը հանդիսացող կոնվենցիաները, որոնք ընդունումը կարգավորում են այդ ոլորտը, նկատի ունեն պատերազմի վարման ժամանակ կիրառվող այդ իրավական ստանդարտները, ընդունվել են հիմնականներ էլի նկատի ունեմ, դրանից առաջ եկա 49 թվականին, 1949 թվականի Երկրորդ համաշխարհայինից հետո 4 Ժնևյան կոնվենցիաներն են։ Դրանից առաջ ընդունվել էին Հաագայի կոնվենցիաները 1899-1907 թվականներին։ Այդ պերիոդիկ այդ զարգացումները գնացել են, բայց պատկերացրեք դժվար է էլի անընդհատ գալ ու համաձայնվել ու հիմնականում պետությունները երբ են համաձայնվում, երբ որ ցավոք սրտի, երբ որ շատ մեծ արհավիրք կա լինում, այսինքն Երկրորդ համաշխարհային պատերազմը, հա, Երկրորդ համաշխարհային պատերազմը մի քանի տասնյակ միլիոն մարդ է մահանում, հետո ասում են դե լավ կլինի նստենք, խոսենք, տեսնենք ինչ ընդհանուր կանոններ ենք ֆիքսում ու գնանք առաջ։ Ցավալի է, մոտենք հիմա այդ կետին։ Ցավալի է, բայց ես հուսամ այդ նույն բանով, այդ նույն գնով չի լինի այդ ամեն ինչը, որովհետև շատ թանկին է վճարել մարդկությունը, թե առաջին համաշխարհային պատերազմը, որից հետո ձախողվեց իր այդ փորձերը, թե երկրորդ համաշխարհայինը, թե դրանցից առաջ, հələ չեմ ասում։ Չգիտեմ որտեղից վերցնենք այդ օպտիմիզմը, կարծես թե պատմությունը ցույց է տալիս, որ ալիքները մի քիչ ոնց որ իրենց արտահայտումներն են փոխում, բայց կրկնվում են, բայց քանի որ սահմաններից խնդրեմ։ Չեմ մի հատ փոքր բան, ուղղակի դա կարևոր բան ռեֆլեքսիայի համար, իրականում այսօրվա կոնցեպտը պետականության երևի գալիս է 1648 թվականից Վեստֆալիայում համաձայնագրից սկսած։ Այդ ինքնիշխանության կոնցեպտը այդ ժամանակվանից երևի դրվել է որպես սկզբունք միջազգային իրավունքում ու ներքին գործերին չմիջամտել է։ Հիմա այս փուլում մենք հետո դրանից հետո երևի մի դարերի ընթացքում զարգացումը մինչև ՄԱԿ-ի ստեղծումը կարելի ասել է բանն ավելի մարդասիրական կոմպոնենտների հավելումն է միջազգային իրավական համակարգի վրա, որ ինտենսիվ հատկապես 19-րդ դարից սկսած 19-20-րդ դարը դրա ամենաբում զարգացումն է շատ մեծ կարմիր խաչի ստեղծում, Արիզոնան, կոնվենցիաների ընդունումներ, հետո ՄԱԿ-ի ստեղծում ու այդ բումը գնում է ու հիմա իրականում շատ հետաքրքիր ֆենոմեն կա, որովհետև այսօրվա նաև պետությունների խոսույթը, որ նայում եք մեծ պետությունները մի քիչ բան կա, այս ոնց որ վերադառնում ենք բանի նոր Վեստֆալիայի ինչ որ տես դրա անվանությունը, որովհետև այդ մարդասիրականության կոնտեքստը կամ մարդիրոնքների կոնտեքստը ասես երկրորդ պլանական է շատ, հա։ Եվ այդ տարածքայինությունը շատ տարօրինակ է ինձ համար մեկն է, բայց տարածքայինությունը սկսում է կրկին վերադառնալ էլի պետությունների մոտ որպես ոնց ասեմ, երկարևոր նպատակ։ Չնայած որ այսօրվա թվայնացման պերիոդում միգուցե տարածքը ամենդեպքում երկրորդական պետք է դառնա կամ դարձած լիներ։ Միգուցե դա նրանից է, որ տարբեր մակարդակներ ունեն զարգացման պետությունները կամ տարբեր
Էլի անձին են վերադառնում, որովհետև անձանցից լիդերներից շատ բան կախված է։ Թե ովքեր են այդ որոշում կայացնողները եւ ովքեր են դիտմանը տալիս։ Եվ կարող ենք առանց խմբագրելու ասել, որ այդքան էլ լավ անձինք չունենք, չէ՞, սպասին որոշումների կայացման դաշտում։ Եթե փորձենք այդ ֆիզիկականի կարևորությունը դառնալ, կարևոր է ինչի որտեղ ինչքան էլ ցանցային լինի, ինչքան էլ վիրտուալ երաժշտական, այդ սերվերը միտեղ պետք է լինի։ Այդ սերվերը եւ մալուխը ինքը անփոխարինելի են այսօր։ Իսկ եթե մենք փորձենք ոչ թե պետությունների սահմաններով քարտեզ տպել, այլ տպենք օրինակ համացանցի անդրջրյան մալուխները եւ սերվերները, որոնք սպասարկում են այդ մալուխները, այսինքն պետություն որտեղ որ դուրս են գալիս, մենք այսինքն այնտեղ հստակ կորելացիան կա օրինակ Միացյալ Նահանգների բազաների եւ այդ սերվերների։ Այսինքն շատ հետաքրքիր է այդ, այսինքն դա դառնում է շատ կարևոր, որտեղ ինֆորմացիան եւ ցանցի վերահսկողություն տեղ է երևում։ Կարող է տեխնոլոգիան փոխվի եւ չնայած արբանյակային կապը կա եւ այլը կա, բայց դրանք չեն փոխարինում դեռ մալուխային կապ, որտեղ ինֆորմացիայի փոխանցման տեսանկյունից դեռ ցածր է ծավալները։ Եվ այստեղ կարող է դառնում, որ այդ ֆիզիկականը դառնում է ուրիշ չափելի, այսինքն պետությունը ուրիշ ձև է սկսում չափել իր ներկայությունը տարածքների, այս իմն այս կոնն է, այստեղ չենք թողում, այստեղ չենք թողում։ Այդ միգուցե այդ դա էլ է այս պահին դառնում այդ փոփոխման, այն ինչը որ ասացիք նոր Վեստֆալյան, ինչ որ նոր աշխարհ, նոր ձև պետք է լինի, որտեղ ֆիզիկական աշխարհը կարող է, բայց ցանցը ավելի արագ է։ Որոշում ընդունելը, եթե պետությունները սկսում են, այսինքն ցանցը անհամեմատելի է իր որոշման ընդունում երարխիայի։ Երարխիան կա, այսինքն ունի բուրգաձև ստրուկտուրաները կարող են շատ արագ արձագանքել, բայց այն որոշումները մեկը բուրգի վերևից է կախված։ Իսկ ցանցը շատ կարող օպտիմալ որոշում կայացնել, թե մասնակցային է։ Այստեղ այս երկուսը բախվում են արդեն իրար ու բախվելու են ու առաջկամ դրա արդյունքն է կամ բուրգն է հաղթելու կամ դա, բայց կարծում կարող ավելի բարդ համակարգեր ստեղծվեն, որոնք համադրում են այդ, այսինքն ֆիզիկականությունից չենք կարող փաստորեն վերացարկվել, ինչքան էլ մարդկությունը, հա, մեծամտորեն ինչ որ փուլեր ունենա, որ ինքը շատ վիրտուալ է դառնում, բայց ինքը այդ sense մանորովի ոնց որ նաև Եղիշեն նշեց, նաև իրավական դաշտում վերադառնում ենք ֆիզիկականությանը, չէ, այսինքն տարածքների կարևորմանը։ Ունեք այգի համաձայնում են առումով, որ այդ վիրտուալը էլի ֆիզիկական է, որտեղ քվանտային է ընդհանրենք ինքը, մեկը էլի ֆիզիկական, ուրիշ դրսևորում է, բայց մեկը ֆիզիկական է էլի, այսինքն ինչ որ դրսևորում են այլ եղանակ է, մեկը այդ կոչկա կազմող իշ եղա։ Փոխանցումները մեկը այդ նեյտրոնաբանությամբ հանում, այսինքն կարող է տենց շատ ավելի հստակ բարձ շոշափելի չի, բայց մեկը ֆիզիկական է ինքը։ Բայց եթե մարդը չի շոշափում, ինքը այ ոնց որ դուք մի քիչ առաջ նշեցիք, ավելի հեշտությամբ է այդ այդ վիրտուալության մեջ ոնց որ մյուսի վրա փորձում սահմաններ անցնել։ Ես կարծում եմ այդտեղ տրանսֆորմացիայի խնդիր կա դեռ, այսինքն մտքի տրանսֆորմացիայի խնդիր ունի մարդը, ես տենց եմ կարծում, այսինքն ենթադրում եմ դա նաև կարող կրթության կոմպոնենտ պետք է դառնա արդեն վաղուց, բայց դրա համար պետք է իրական մտածել ինչ ուղղությամբ էի գնաս, որովհետև թե մարդը ոնց է անցալում բաժակական այլ երևույթը, դա նաև մարդու բանն է, չէ, իր վերաբերմունքն է իրին կամ երևույթին։ Այդ վերաբերմունքը ձևավորում է այդ մարդու մոտ առկա պատկերացումներով, չգիտեմ, ունեցած գիտելիքներով կամ ունեցած այլ արժեքներով։ Ու դրանք են կարևոր կարծում այսօր դառնում իրականում էլի մարդն է դառնում կարևոր մեկը պատտվում ես գալիս մարդու հենց շուրջերի ամեն ինչ Այսինքն մենք ունենք ձև նորից վերադառնալ մարդուն այս երկար ճանապարհը եւ մի քիչ նաեւ պատերազմներով դաժան ճանապարհ անցնելուց հետո նույնիսկ ես պայդրությամբ ես վերջին ժամանակներում մի հատ sense ուրիշ ֆենոմեն կա դա էլ ասեմ որ շատ չի երկարելու համար Բան այդ տարածքի մասին ենք խոսում, օրինակ կան պետություններ, փոքր կղզի պետություններ, որոնք բանի գլոբալ տաքացման հետևանքով տարածքը կորստների վտանգի տակ են հայտնվում։ Եվ այստեղ էլի այդ հարցը առաջանում է, եւ կարող այդ պետությունները կան այդ պետություններ, որոնք կարող են խնդրեն այլ պետություններին, ավելի մեծ պետություններ, ովքեր տարածք շատ ունեն,
ցամաքային տարածք, չգիտեմ, վարձակալել տարածքը եւ գալ հյուրընկալել ինչ որ, օրինակ է սա մի քիչ այդ ֆենոմենա նոր հետաքրքիր նոր սկսվող խոսակցություն, որը գլոբալ շրջակա միջավայրի փոփոխությունների արդյունքն է, հետևանքը ուղիղ, որը շատ ռեալ է դառնում իրականում շատ պետությունների համար, ովքեր որ փոքր են կամ կղզի պետություններ են։ Այսինքն այդ փոխադարձ աջակցությունը արդեն դառնալու է ոչ թե համայնքային, այլ նույնիսկ միջպետական մակարդակ։ Հուսանք է։ Երբ բնական միջավայրը, շրջակա միջավայրը, այդ երևի ամենամյուս կարևոր կետն է, որի շուրջ պետությունները կարող են, ոնց ասեմ, ռեալ համախմբվել, որովհետև դա բոլորին է վերաբերվելու։ Այսօրվա դրությամբ երկեր կարող է սկեպտիկ ինչ-որ պետություններ լինեն, որ ասեն, չէ, այտենց սուտ է այդ գլոբալ տաքացումը ենթադրել, բայց դա կարծում մյուս կարևոր կետն է, որ մարդիկ պետք է կենտրոնանան։ Որ էլի մարդու մասին է։ Որ միշտ մարդու մասին է, մարդու մասին այսօրվա ոնց որ հումանիտար միտքը մարդուն արժանապատվություն վերադարձնելու, մարդուն նույնիսկ կենտրոնում դնելու խոսակցություններ ունի եւ թե մարդակենտրոնությունն էլ է մի տեսակ իր ժամանակը անցած տարբեր մշակույթներում տարբեր է, գիտեք։ Այդ հետևից մենք եվրոպական մտածողության դաշտ է մարդը կենտրոնում է։ Հետևից իմ սիրելի իսլամական մշակույթը այնտեղ համայնքն է կենտրոնում, ոչ թե մարդը։ Այսինքն այնտեղ տարբեր մոտեցումներ են։ Դրանից է բխում աշխարհի ընկալումը եւ նշանակություն մենք մեր դիրքից եթե փորձենք նայել մարդը կենտրոնում, մարդը միշտ է կենտրոնում, որտեվ մարդու մասին է եւ մարդ անգամ այդ արհեստական բանականության շուրջ ենք խոսում, էլի մարդու մասին է, որտեվ ինքը բանականությունը միշտ խանգարում է առաջի անգամ ծանոթացա, որ իրաց մոտ լրիվ ուրիշ բան է դա, այլ հարցության մեջ է կամ մարզանքա, բայց ինքը արդյունքը մարդու գործունեության եւ սպասարկում է մարդուն։ Եվ նմանակում է մարդուն։ Նմանակում է, բայց մի նմանակելը շատ հարաբերական է, որտեղ մարդը ունի չեղած բանից մի բան սարքելու հնարավորություն, նորը ստեղծելու։ Եթե տերմինաբան ունենք, հայկական բանությունը նոր չենք բացահայտում է, այսինքն այն ինչը որ կար ստեղծած, բայց հիմա հաշվողական համակարգերը ավելի համադրում են, ավելի ուրիշ հնարավորություն ստեղծում, բայց չեղած տեղից նորը այն իմաստով, որը այսինքն մեր տարբեր եթե կրոնական դիտանկյունից նայած վերաբերվում է աստվածայինին, որ նորը դա չունի այդ ֆունկցիան արհեստական, չի կարող ունենալ, որտեղ դա մարդու գործունեությամբ, եթե մարդը դա ինչ-որ տեղ ստեղծել է, բայց մոռացվել է, կարող արհեստական բանությունը ակտուալիզացնի դա։ Որովհետև մարդը միշտ կենտրոնում է մնալու եւ մարդն է կախված։ Կարող ենք ֆունկցիաներ վերցնել տալ արհեստական բանականությանը, բայց դա կարող է պայմանավորվենք, բայց դա տենց չի լինելու։ Մարդակենտրոնությունը նաեւ նշանակում է պատասխանատվություն, այսինքն պատասխանատվությունից ոչ մեկս չենք ֆրիպելու։ Չենք ֆրիպելու, ինքը մարդն է, ինքը իրանով եւ այն մարդուն է վերապահված ի վերջո, այս ամբողջը դեֆինիցիայի ենթարկել ու ասել, որ այսի սենց է։ Այսինքն մարդն է ինքն ասում, արհեստականություն չի ասում մարդուն։ Մարդն է դեֆինիցիաներ տալիս, նկարագրում է աշխատանքը, մարդուց է եւ մարդն է կենտրոնում, մարդն է անելու։ Վախենալ պետք չի, բացապես պետք է այդ գործիքը շուտ հասկանալ, ինչ գործիքներ է, այսինքն շուտ իմաստավորել եւ դրանք կիրառել, որովհետեւ կիրառելի են, դա հիմա մի բան որ կյանքը թեշտացում է, չես կարա չկիրառես։ Մարդկության պատմությունը դրա մասին է, տենց։ Հա, չէ, արհեստական դիմադրություն է դա։ Մի վերջին հարց ունեմ, որը ինձ մոտ ճիշտ ասած առաջացավ այն ընթացքում, երբ խոսում էիք այդ սահմանի եւ սահմանի ֆունդամենտալության մասին առհասարակ բոլոր ոլորտներում, ինձ մոտ եկավ այդ օրինակը կենսաբանությունից մեմբրանի մետաֆորան, հա, մեմբրանը ինչ է, ընտրողական սահմանն է, հա, բջջի այն շատ բարակ թաղանթն է, բայց որը ունի շատ մեծ ընտրողականություն, հա։ Հիմա ես կուզեի այս մետաֆորան օգտագործելով տեսնենք մենք ունենք մեմբրան, մենք ունենք այդ սահմանը եւ ինչ ընտրողականություն ունենք այս նոր թվային աշխարհից եւ այս նոր հնարավորությունից, ինչն է որ իրավականորեն մշակութորեն կարող վերցնել եւ ինչն է որ պետքա ոնց որ հետ հրենք որպես ոչ ընդունելի միկրո բաներ կարող ենք սրա շուրջ մտածել, թե եթե իմաստ ունի։ Չէ, իմաստ միշտ ունի բնականաբար մտածել, հատկապես այդպիսի հարցերի շուրջ, մտածելը միշտ կարևոր է։ Ես կարծում եմ, որ մարդու երևի ամենաֆունդամենտալ խնդիրը մարդու կողմից այդ ընկալելն է, թե ինչպես օգտագործի, այսինքն իր համար եւ
եւ ոչ թե հակառակը, երևի համակարգի գերի դառնալը, երևի դա խնդիր եւ կարծում այստեղ այդ սահմանը երևի այդ անցում կետը դա է։ Ու իմ տպավորությամբ այդ գերի դառնալը թվային աշխարհին կամ գերի դառնալը ցանցային, չգիտեմ, համակարգերին, դա մյուս մեծ խնդիրն է, որովհետեւ այստեղ չպետք է մոռանանք նաեւ, որ այդ մեծ ցանցային միջավայրերը, որ ստեղծում են ենթադրենք օրինակ սոցիալական ցանցերը, իրենք մեծ տրանսազգային ընկերություններ են, որոնք բավականին մեծ շահույթ ունեն, շահույթ են հետապնդում, եւ իրենք շահույթի հետապնդումը իրականացնում են մարդու ժամանակի հաշվին եւ մարդկանց ուշադրության կառավարման հաշվին։ Ալգորիթմները, հա։ Եվ այդ ալգորիթմները գործում են իրականում շատ դեպքում նաեւ այդ տրամաբանությամբ, որովհետեւ ամեն դեպքում շահույթ հետապնդող ընկերություններ են։ Սա իրականում ֆունդամենտալ խնդիր է հասկանալու համար, բարձր իրենք ունեն շահերը ոչ այդտեղ չեն կորել։ Added value կա այդ, որոնք տալիս են մարդկանց որ լավ հնարավորություն շփվելու, չգիտեմ, կոմունիկացվելու, ինֆորմացիան տեղը կիսելու եւ դասաների դարձնելու մեկ-մեկու կամ օրինակ արհեստական բանականության դեպքում զարգանալու ավելի լայն ասենք։ Երևի հա, եթե օրինակ արհեստական բանականություն լսենք, նաեւ զարգանալու ավելի հեշտությամբ բարդ խնդիրների հասկանալու կամ լուծելու առումով, դրա համար երևի մարդիկ պետք է սովորեն այդ ամեն ինչը ճիշտ հասկանալ եւ կառավարել, ոչ թե կառավարվել։ Երևի դա համալիր հմտություններ է։ Հա, բայց դա իրական դա նաեւ բարձա կախված տարիքային խմբերից դրանք տարբեր կարող են դրսևորվել, որովհետեւ չգիտեմ ավելի հետասարդ մարդկանց մոտ ավելի հետաքրքրությունները այլ են, չգիտեմ ավելի շատ շփման վրա է դրված, չգիտեմ փոխանակման վրա ինֆորմացիա է դրած, էմոցիաների փոխանակման վրա է դրած, որը որոշ դեպքերում կարող է նաև այդ անջրպետը բան անի, ոնց ասեմ, տարալուծի եւ դրա համար այդ սահմանները պետք է մարդիկ իրենք գծեն, ես կարծում եմ, ելնելով արժեքային համակարգից։ Հա, եւ այդ առումով շատ կարեւոր դեր ունեն հումանիտար միտքը, որը խոսի հասարակության էլի։ Տեսեք, եթե սահմանը մեմբրանների մետաֆորան մի քիչ սահմանափակում են միշտ, եք ֆիլտր դնենք անունը, Okay, հա, ֆիլտր, որ ոնց սահմանափակի, տեսեք։ Բնական, այսինքն սահմանը ինչ է, սահմանը նամասն է, ոնց վերահսկես, ոնց, այսինքն այդ միշտ է մարդու հետ։ Դու միշտ կապ չունի դու որ տարիքային խմբում ես, որ ինչ պաշտոն ես, միշտ մարդը այդ իր սահմանները փորձում է դնել սահմաններ։ Հիմա այսօր փոխվել է այդ ամեն ինչը։ Միակ բանը, որ դժվարացնում է սահմանները, իմ կարծիքով որ կրթության մեջ է պետք նայել այս հարցը լուծել։ Ինչի որովհետև այս ամբողջ ինֆորմացիոն հոսքի մեջ, այս ամբողջ իրարանցումի մեջ ամենակարևոր հարցը մնում է հարց տալը։ Եթե մենք չենք կրթությունը ամբողջ պետք է արդեն վերափոխել, դարձնել հարց տալու մասին։ Որտեվ դուք, այսինքն, եթե ինչ են, հիմա ժամանակին Google-ը դարձավ տենց այսօր արհեստական բանականության հիմնական ChatGPT անունն է տրվում, բայց դա բավականին շատ բաներ կան կողքից, որ աշխատում են, ինչ են անում, դա դառնում է շատ պրիմիտիվ օգտագործման գործիք։ Ու անգամ դա, որպեսզի լավ օգտագործես, դու դառնում է prompt-ի կոնցեպտն է դառնում ամենակարևորը, կգած հարցը ճիշտ ձևակերպես։ Իսկ հարցը ոչ ճիշտ ձևակերպես, այդ ուղղակի համապատասխան կրթության։ Առանձին հմտություն։ Առանձին ինքը կրթության հետ է կապված, ու դրա համար ինքը բերում է փոխում է նաև կրթությունը իր բոլոր մակարդակներում, հատկապես բուհականը դառնում է լրիվ այլ կոնցեպտի շուրջ պետք է ասա, որտեղ այս տեսակի բուհական համակարգը, որը մենք ունենք կամ աշխարհը ունի, ինքը այն հին գրավոր մշակույթի համասարանն է։ Հա, բայց մենք դեռ շարունակում ենք այդ ուղղությամբ ռեֆորմներ, չէ՞ անել։ Փորձում ենք անցնենք այդ նոր փոխվող իրականությունը ինքը կրթության վրա ազդելու է, դա դառնում ամենակարևոր ֆիլտրը։ Եթե մենք կարողացանք սովորացնել հարց տալ բոլոր մակարդակներում, այսինքն կրթությունը կարողացավ այդ հարց այդ միջավայրը ապահովի, հա, բնականաբար մենք ավելի լավ փուլում կհայտնվենք։ Ճաղակի ասացին է ուզում արձագանքել բանի հետ կապված, այդ կրթական համակարգի բարեփոխման հետ կապված, լրիվ համաձայն եմ հարց տալու այդ կարևորությունը այսօրվա պայմաններում առավել են գծվում, դա իրականում կարծում եմ հենց քննադատականության սերմանումն է, եւ կարծում եմ ու մի քիչ ավելի նաեւ այսօրվա պայմաններին տրամաբանությամբ քննադատականության սերմանում, որպեսզի նաեւ մարդիկ կարողանան ճիշտ կիրառել այդ համակարգերը, առնուն արհեստական բանականությունը, որովհետեւ
արհեստական բանականությունը երբեք իրանք կատարյալ չեն, իրանք շատ մեծ բացեր ունեն, խնդիրներ ունեն, դրա համար մարդը այստեղ միշտ կարևոր է, որպեսզի կարողանա հասկանալ թե որոնք են այդ բացերը, խնդիրները, որովհետև ամեն դեպքում դրանք արհեստական համակարգեր են, որոնք աշխատում են որոշակի ալգորիթմերի համակարգով։ Այդ ալգորիթմերը միշտ ինչ որ բացեր ունենալու են հաստատ ու անընդհատ դրանք զարգացման խնդիր են ունենալու։ Պարզապես այդտեղ մարդու դերը ավելի ընդգծվում է, որպեսզի մարդը կարողանա այնպեսին լինի, այնքան ունակ լինի հասկանալու ճիշտ է սխալից տարբերելու եւ իր համար ճիշտ որոշելու։ Եվ դա նպատակը է ամբողջ պատմության մեջ, այնա որ մարդու մտածելու ունակությունը հանկարծ չկորի։ Այսինքն դա է ամենակարևորը, որպեսզի դա ոչ թե կորի, այլ հակառակը նոր եւ ժամանակակից տագնապատա, որ վախում ենք, որ կարող է կորցնել։ Այսինքն նոր մակարդակի պետք է առաջ գնայինք, դա է, ուրիշ ճանապարհ չկա։ Եվ դա նորմալ է։ Քանի դեռ մենք չենք ընկել մի հատ լրիվ նոր, այսինքն ընկել ենք արդեն, քանի դեռ չենք շարունակել կոգնիտիվ բարդ, հա, մեր ընդհանրապես մտածողության հարցերը քննարկել, որ լրիվ նոր դաշտ է բացում, երևի այստեղ ավարտենք, եւ ես մեծ շնորհակալություն նորից հայտնեմ բազմաշերտ զրույցի համար։